Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ ես զրուցելու եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ։ Ողջունում եմ մեր տաղավարում, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սկսենք երևի ամենակարևոր իրադարձություններից։ Դեռ 3 Ամերիկայի նախագահը խոսում էր նրա մասին, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։ Եվ մենք այսօր իմացանք, որ այնուամենայնիվ հարվածներ են եղել Իրանին, եղել են պատասխան հարվածներ, ձեր կարծիքով ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգները գիտակցաբար տարածաշրջանը այդ վարված լուցկի գցեցին տարածաշրջանում, չփորձեցին խաղաղ ճանապարհով հարթել այդ տարաձայնությունները։ Դու սենց ասեմ, երեք որ Տրամպը հայտարարեց, որ առաջընթաց կա, այսօր ոչ թե միշտ դրանք պատերազմը կամ իրիկունն են սկսում կամ առավոտ շուտ, մի 2 ժամ առաջ են սկսել, ավելի ուշ էլ է սենց, այդ նշանակում է, որ, սենց ասեմ, ես չեմ տերում հարա ինչ-որ լայնամասշտաբ հարձակումը, հիմա ավելի թեթև օգտագործում ռակետների բանը կամ անցած անգամ։ Ես ենթադրում եմ, որ մեր հեռուստադիտողների ճնշող մեծամասնությունը դեռևս տեղյակ չի կոնկրետ ինչ է եղել, ես կխնդրեի ավելի մանրամասն հաղորդել ինչ տեղեկություններ ունենք եւ հետո փորձենք վերլուծել։ Դե մենք հիշում եք անցած տարի դրանք որ հարձակվել են Պարսկաստանի իրա, դրանից 12 օր տվեց այդ պատերազմը Իսրայելի հետ համատեղ Պարսկաստանի դեմ, դրանից հետո ԵԱՄ-ի նախագահն ասում է, որ մենք ամբողջ իրանց միջոցները ոչնչացրել ենք, որ ատամային զենք չեն կարող արդեն ստեղծեն, դրանից հետո ասում է, ինչ որ կա եղած չեղած մենք ոչնչացրել ենք, հիմա պարզվում է, չէ, քանի որ դրանք նորից ստիպում են այդ ուրանի հետ կապված հասնեն Միացյալ Նահանգներին ու Իրան այդ ծրագրից հրաժարվի ու բանակցությունները սկսել են։ Եթե Ամերիկայը հայտարարում է, որ ամբողջ իրանց գործարաններ, ինստիտուտներ ոչնչացրել են, բայց հիմա ինչու մասին ենք խոսում, եթե չկա, այն անգամ հայտարարեց, որ ոչնչացրել ենք։ Սկսել են բանակցել։ Պարզա որտեղ Իսրայելն է ստիպում եւ ժողովրդական լոբբիստներ են ստիպում համատեղ իրանց ՎՊԿ-ի հետ, այսպես ասած, ռազմարտավարության համակարգի հետ, որովհետև ինչքան շատ պատերազմ տեղ ունենում աշխարհում, այսքան էլ դրանք շատ փող են աշխատում, որովհետև զենք զինամթերք ծախվում է միշտ։ Այսինքն դա սենց ասեմ լոբբիստական պատերազմ է։ Այն մարդկանց, ով շահագրգռված են ավելի մեծ քանակներով զենք զինամթերք ծախեն։ Առաջի հերթում այդ իրենց պատերազմը։ Եթե Միացյալ Նահանգներ պատերազմը սկսում, առաջի հերթում դրանք են սկսում։ Դա էլ գաղտնի բաններ չկա։ Ուրեմն, բայց դեռ կա մի հատ շատ հետաքրքիր բան։ Որոշ մարդիկ Միացյալ Նահանգներից այն մարդիկ, ով կապ ունեն Տրամպի ադմինիստրացիայի հետ, վարչակազմի հետ, իմ հետ քննարկել են այդ հարցերը, խնդրել են, որ ես տարբեր վերլուծական փաստաթղթեր ներկայացնեմ, ոնց կարան Պարսկաստանի հետ պայմանավորվեն, ինչի սկսեն ու քանի որ ես իրենց ասել եմ, պարսիկների հետ շատ դժվար է բանակցություններ տանել։ Այդ որ դուք միշտ իրենց վիրավորում եք, ոչնչացրել ենք, սպանել ենք, ջարդփուշուր ենք արել, դրանից հետո դժվար է լինելու իրենց հետ խոսալ։ Համել պարսիկներ երբեք չեն ընդունում, եթե դուք իրենց ստիպում ես։ Դրանք մեր իշխանություն չէ, դրանք սուվերենիտետով առուցաղ չեն անում։ Ու ահագին կոնտակտներ ենք ունեցել, ահագին փաստաթղթեր եմ ներկայացրել, ոնց ինչ ու գիտեմ որ սպիտակ տուն դրանք այդ փաստաթղթերը ներկայացել են, որտեղ ես առաջարկել եմ ինչ պիտի արվի, ոնց պիտի աշխատենք։ Ոնց որտեղ ընդունել են, մի քանի անգամ պատասխան են գրել, ճշտել են մանրամասներ։ Այսինքն ես ասում եմ սենց, Պարսկաստանը այդ դժվար չի պայմանավորվել տարբեր հարցերում։ Ուղղակի Պարսկաստանը դնում մի քանի հատ հարցեր է դնում սեղանի իրան։ Առաջի հարցը,
լավ, մենք որ հրաժարվում ենք ատամային զենքից հրաժարվում ենք։ Այդ ուրանը չենք ստեղծում։ Չենք հարստացնում այդ ուրանը։ Ով է տալիս մեզ ապահովում է մեր անվտանգությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է ստորագրում եք փաստաթղթերը, որ ապահովում եք մեր անվտանգությունը։ Այդ առաջին ով ապահովում, ով է գարանտ կողմից։ Երկրորդը լրիվ սանկցիաներ պիտի հանվի բանկային համակարգից։ SWIFT-ը պիտի աշխատի։ Սանկցիան լրիվ հանում է։ Իրան իրավունք ունի ապրանքը ծախել, առնել եւ կապած նավթի գազի հետ։ Երրորդ պահանջը Պարսկաստանին, որ ներքին գործերին չեն խառնում ոչ մեկը։ Այդ իրան սեփական գործն է։ Եթե միասալ նախանձներ տալիս են գարանտիան, ապահովում են, տալիս են վստահությունը, որ հաստատ մենք տեր ենք ու երբեք ձեր վրա ոչ Իսրայելը, ոչ մենք չենք հարձակվում, ՄԱԿ-ում անվտանգության խորհուրդում այս փաստաթղթերը հաստատվում են, այդ սանկցիաները հանում են ու ասում են մենք ներքին գործերի մեջ չենք խառնվում, այն օրվանից Պարսկաստանի դու կարող հեշտ հանգիստ պայմանավորեք, բայց դրանք լրիվ գնում են ուրիշ ճանապարհով։ Երեք առաջ որ Տրամպը Ռուբիոն հայտարարեց, որ հայ, չնայած որ դուք եթե դաժե համաձայն եք հրաժարվում եք ատոմային զենք ստեղծել, բոլոր դեպքերում սանկցիաները լրիվ չեն խանում։ Այսինքն մնում եք ճշմարտ տակ։ Ով կգնա այդ քայլին։ Իհարկե ոչ մեկը։ Այսինքն դրանք sense բաներ են առաջարկում ի սկզբին, որ դու չես կարա ասես այո, ես համաձայն եմ։ Sense քեզ պայմաններ եմ դնում, իհարկե դու պիտի ասես չէ, ոչ։ Այստեղ դուք իմ շահերն եք խփում, այստեղ ես վտանգներ եմ տենում։ Դրա համար ինչ որ ես տենում եմ, էսի sense է, որ Իսրայելը եւ ջոդների լոբիստական խմբերը ստիպում են Տրամպին, որ ինքը մտնի պատերազմի մեջ։ Հիմա նայեք Տրամպը երեք ինչ ասեց, ասում է լավ կլինի, որ առաջինը խփի Իսրայելը, առաջինը, որովհետև Պարսկաստանը որ պատասխան տալու է իրանց, այն ժամանակ մենք իրավունք ունենք խառնվել։ Նայեք ինչ ասում։ Այսինքն երեք ինքը ասեց, Իսրայելին ասում է դու խփի առաջինը, նայեք իրան էշությունը։ Այն էլ բարձրագույն հայտարարում է, որ աշխարհը լսի։ Այսինքն Տրամպը երեք իր գունը կանաչ լույս է տվել Իսրայելին, ասում է դու առաջինը խփի, Պարսկաստանը քեզ կպատասխանի, ես կխառնվեմ։ Այսինքն այդ ինչ է նշանակում։ Ես 23 թվում ասել եմ, եթե Տրամպը գալիս է իշխանությունը վերցնում է, սա աշխարհում սկսել է խառնշփոթ վիճակը ու պատերազմներ է սկսվելու։ Ինչ է նշանակում։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները որոշում են հարձակում են սուվերեն պետության իրա, վաղ կորոշեն, որ հարձակվեն, չգիտեմ, Ֆրանսա իրա, Գերմանիա իրա, չգիտեմ։ Հիմա Տրամպը ասում է Գրիլանդիան, ամենօր պահանջներ է դնում աշխարհին։ Բայց հələ որ ես լայնը մասշտաբ հարձակումը չեմ տենում, լայնը մասշտաբ հարձակումը։ Հա, խփում են, բայց ավելի թեթև կամ վերջի անգամ։ Իմ կարծիքով, եթե դրանք այսօր Եմենը պատասխան տվեց, ասեց մենք էլի խփել ենք ձեր նավերին Կարմիր ծովում։ Այսինքն խուսытներ խառնվել են այս պատերազմի մեջ ու դրանք շատ զոր բանակ ունեն։ Իմ կարծիքով Պարսկաստանը արդեն սկսել է պատասխան տվել դեպի արդեն ռակետները բաց թողել Իսրայելի ուղղությամբ վրա։ Իմ կարծիքով տենց։ Եթե պարսիկներ կտենան, որ լայնը մասշտաբ է սկսվում, այն միջոցներ, նոր միջոցներ, որ դրանք ունեն, անցած անգամ դրանք չեն օգտագործել, այս անգամ դրանք երևի կօգտագործեն ու համ Ամերիկայի ռազմական նավային ֆլոտը կտուժվի, աղագին զոհ կունենան, համ էլ Իսրայելում աղագին զոհ կստանան, այնտեղ արդեն խառնվել է ու ստեղծելու է մեր տարածաշրջանում խառնշփոթ վիճակ։ Եթե շատ մեծ լայնը մասշտաբով պատերազմ սկսվում է, բացառված չի, որ
մի քանի 100,000, եթե ոչ միլիոնից ավել կարան մտնեն Հայաստանի տարածքի մեջ։ Փախստականներ Այո, նկատունակ։ այո։ Քանի որ մենք արտաքին գործերի նախարարություն չունենք ու մեր պետությունը որպես պետություն շատ պոսիվ է, չնայած որ մենք լավ հնարավորություններ ենք ունեցել, մենք կարան դառնանք կամուրջ Պարսկաստանի եւ միասնական նախագծերի միջոցով մեր միջոցով կարային ստեղծենք այդ կամուրջը ու մենք սկսենք տարբեր առաջարկություններ գնայի Պարսկաստան, դե իսկ գնայի Ամերիկայից նորից Պարսկաստան, մենք պիտի խառնվենք այդ գործերի մեջ, քանի որ դա էլ մեր գործն է, որովհետեւ մեր տարածաշրջանն է, մենք ստեղ ենք մնում, մենք ուրիշ տեղ չենք գնում, մենք ստիպված ստեղ ենք մնում ու ուրիշ տեղ էլ չկա գնալու։ Բայց քանի որ մենք արտաքին գործերի նախարարություն չունենք, կառավարությունը շատ թույլ են, ոչ պրոֆեսիոնալ են, մենք բարձր մակարդակով ավանդական խորհուրդ չունենք, բարձր մակարդակով հետախուզություն չունենք, համարյա թե մենք բարձր մակարդակով ոչ մի բան չունենք, դրա համար մենք պասիվ սենս վիճակում նայում ենք ինչ է կատարվում, ինչ է արվում, հետագայում պիտի ասենք մեզ օգնեք, 1 միլիոն մարդ է եկել Հայաստան, մենք ինչ չենք անելու, ոչ մի բան, տեղ էլ չունենք, տներ էլ չունենք, վարձերը գնի բարձրացնելու է, դառնալու է միջև կոսմոսը, ու հայի խասյատը տենց է, այդ հիմա փախստականներ Հարաբաղից եկածներ, որ ապրում են, հավատակ ինձ սենց ալնելու։ Մարդը գալու են, ասելու են հիմա պարսիկը տալիս ամսական $3,000, դու ստեից ազատվի։ Սենց ալնելու։ Այսինքն դուք այդպիսի վերաբերմունք ունեք մեր ժողովրդի նկատմամբ։ Մեր ժողովրդի չէ։ Կարող է 3 միլիոն ժողովրդը բնակարան հազնում։ Բայց ես ասեմ սենց, եթե 100 հոգի մարդ բնակարանը հանձնել 23 թվում, բնակարանը հանձնել 95 հոգի մարդ գների բարձրացեց միանգամից, ասեք սենց մասների դուք տեղյակ չեք։ Չէ, տեղյակ եմ, Մասսայական։ ես ուզում եմ հստակեցնեմ ձեր վերաբերմունքը, դուք Միասնեք, վերաբերմունքը չէ, արդեն թվային ձևով Չէ, ասացիք։ մի վարկան, մի ասեք ամբողջ ժողովուրդը։ 5%-ին դուք բան չեք Չէ, Հայաստանում գտնվում մոտավորապես 2,700,000 հոգի մարդ։ Այս 2,700,000 հոգի մարդ կարող է վարձով տուն են տալիս։ Ու քանի մի 1000 հոգի մարդ, 2000, 3000, 4000, 5000 հոգի մարդ, որովհետեւ մեկից 80-90% գների բարձրացել են։ Դաժե ցեզ ասեմ սենց։ Ռուսներ ռեալականներ, որ եկել են մտել են Հայաստան, ես գիտեմ դեպքեր ա եղել, հային ասում են դուրս արի, որ տվել է $500 ամսական, ասում են ռուսը տալիս է $1500։ Ես էլ գիտեմ այդպիսի դեպք։ Ու ես ես ասում եմ մասսայական Բանգլադեշում, այն վարձը ինչ որ եղել է, տան վարձը եղել է 120-130, դառավ 280։ Այսինքն ես պարզապես ամփոփում եմ ձեր ասածը, Չէ, որ դուք մեր ամբողջ համակարգացիների այն մասը, ովքեր տնտեսական գործունեություն է անում, տնտեսական շահը վեր է դասում ազգային, ես չգիտեմ, հումանիստական, մարդասիրական, Սահմանից դուրս։ այո։ Լավ, Բայց նորից գնահատական չտամ ձեր ասածին, բայց մի վարկան, նորից պիտի եւս մի անգամ նշեմ, ստեղ խոսակցություն չի գնում ազգի մասին։ Գնում է այն մարդկանց մասին, մեծնամասնություն, որ վարձով տներ են տալիս։ ներողություն եմ խնդրում, բայց վարձով տուն տալը դա գործնեության մի ուրիշ տեսակ է։ Բայց Եթե պրոբլեմը լիներ, որ այն մարդկանց, ովքեր ատամի խոզանակ են վաճառում, այնտեղ էլ պիտի ինչ-որ պատկեր լիներ, չէ՞, թե ատամի խոզանակ վաճառողները ուրիշ տրամաբանությամբ են Տիգրան ջան, բայց դուք ասել եք բարեք օգտագործել մեր ազգի նկատմամբ։ Ես Շատ ասում եմ ազգի հետ կապված չէ դա։ Այն կապված է այն մարդկանց, մասսայով, ովքեր տնտեսական գործնեություն են անում։ չէ, այն մասսան ինձ բան մի արեք, պրովոկացիա մեջ մի գցեք ինձ։ Ուրեմն այն մասսան, որ վարձով տներ են տալիս դրանով են զբաղված։ Դրանցից 90% այ իրանց պաղվածքը էդ է եղել։ Ու իմ կարծիքով բան չանեք, որ ծերամարիտի նորությունն է։ Չէ, իմ համար նորություն չի, պարզապես ես այլ կերպ Ես ինչ ուզում եմ ասեմ, որ եթե պարսիկն այստեղ մտնելու են, մենք կստանանք լիքը խնդիրներ, գները դրներն միջև կոսմոսը։
Շատ լավ, իսկ պաստիկները կարող են մտնել, կարող են չմտնել, կախված մեր կառավարության Նայեք, որոշումից։ դրանք ստեղ չես կարա պետությունը չի կարա սահմանը փակի։ Ինչ եք անել, կրակել եք ժողովրդի իրա։ Ինչու՞ չէ, ինչ կա, տանկեր եք հանելու, Նիկոլ ինչ անելու։ Տանկն հանելու, ասելով պարսիկների սահմանը պատկերացեք խոսքի օրինակ, մի օրվա մեջ 100,000 հոգի մարտական, ինչ եք անելու։ Դրանք էլ չեն նայելու ավտոմատը բանը, դրանք արդեն ավտոմատը տեսել են։ Այդ միցիկների Շատ լավ, ժամանակ անցել են սահման, չէ, ես հարց եմ տալիս։ Ինչ ենք անելու։ Ես չգիտեմ մեր Դրա համար կառավարությունը նայեք, ինչ է մտածում այդ ոչ մի բան չեմ, հիմա ես ասում եմ, նայեք։ Հենց հիմա կառավարությունը MÇS-ի հետ միասին, այդ ճգնաժամային նախարարությունների հետ, ուրեմն ներքին գործերի հետ միասին, ազգային անվտանգության ծառայությունների հետ միասին, սահմանապահ զորքերի հետ միասին, առողջապահության նախարարությունների հետ միասին, հիմա պիտի պլանավորեն, այդ նախորդ պալատկեկը բաները պատրաստեն, հիմա մոբիլիզացնեն ու պատրաստ են, որ հանկարծ մի բան գնան սահմանում դիմավորեն բանանեն։ Ես համոզված եմ, որ հիմա այդ գործերը չի արվում ու դրա մասին չեն մտածում։ Հասկանալի էր, բայց մյուս կողմից էլ այդ գործերը պիտի արվեին այն ժամանակ, երբ ամերիկյան նավատորմը արդեն մոտենում էր ծոցին։ Այսինքն, եթե հեռուն ես նայում, պիտի կարողանաս համապատասխան սցենարների պատրաստ լինել։ Նախորդ պիտի պատրաստ լինես, արդեն որ մոտենալու են սահմանի մոտ, ուշ ալնելու։ Միջև հավաքես, միջև պլանավորես, միջև գնաս, մտնես, հասնես, կալապսա դառնալու։ Շատ լավ, մենք հիմա քիչ տեղեկություններ ունենք այդ հարվածների մասին։ Մենք բաշի բան չունենք։ Վերացվում է պատերազմի, չի վերացվում։ Եկեք քննարկենք այն հարցը, եթե ուրեմն այդ պատերազմը թեթև տարբերակով կամ ծանր տարբերակով ինչ իրավիճակ փոխի աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում։ Երկու սցենար։ Թեթև մնում է թեթև, ուրեմն թեթև ոչ մի բան չի փոխվում։ Այսինքն այն նախորդ պատերազմի թեթևությամբ եթե լինի, չնայած մարդիկ են զոհում, այդ ես ճիշտ չեմ համարում այդ բառը, բայց այնուամենայնիվ առանց ուրեմն հողի վրա գործողությունների, էլի այսպես ասենք։ Եթե թեթև, իսկ հիմա ինչ որ մենք տենում ենք, ավելի թեթևա կամ վերջի անգամ։ Էդի ոչ մի բան չի փոխում, ուղղակի կարող է լինի երեսը պահելու համար։ Բանակցությունները։ Նայեք, մենք սենց ասեմ։ Բա Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ տարաձայնությունները, չէ՞ որ Եվրոպան դեմա հետաքրքրություն ուներ Պարսկաստանի հետ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Դուք նկատի ունեք, որ դրանք ուզում են համագործակցել Պարսկաստանի հետ։ Էդի վաղուց առաջի պետությունը, որ առաջի 3 պետությունը, որ ուզում են համագործակցեն Պարսկաստանի հետ, էդի Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան։ Ուրեմն իհարկե դրանք շահագրգռված են, բայց քանի որ Եվրոպան անհասկանալի քաղաքականություն է վարում հիմա, սուսպուսիկ են դառնում, դրանք էլ չեն հասկանում ինչ են անում, ոնց են անում, ինչ պիտի անեն։ Հիմա Եվրոպան պիտի ատամները ցույց տա, ասա Տրամփին ստիպեն կողմացնել այդ պատերազմը, այդ առաջինը։ Երկրորդ, եթե թեթև սցենարի է գնում, ուրեմն մենք տենում ենք, որ բան չի փոխվելու։ Եթե գնում է լայնը մասշտաբ, ունդեղ նույն ներքին խնդիրների այդ հարցերը, որ կա օպոզիցիայի կոչվածը, այսինքն Ամերիկայի եւ Իսրայելի գործակալներ գլուխ են բարձրացնում ու այս ռեժիմը փոխում են, մեր համար առաջանում է մեծ խնդիր։ Զանգիզուրում, Սյունիքում։ Մենք կստանանք լուրջ խնդիրներ կստանանք։ Մեր համար կարևոր է, որ այս Պարսկաստանի ռեժիմը մնա։ Մեր շահերը։ Մեզի պետք չէ շահ բան կան, որովհետև եթե իշխանությունը փոխվում է Պարսկաստանում, մեր համար դա շատ վտանգավոր process է, մեր համար։ Այդ նշանակում է Թուրքիան բեսան փուժողանում է ստեղ տարածաշրջանում,
միայն գեգեմոնն է դառնում։ Պարսիկները այլևս չեն խանգարելու, որ այդ Սյունիք տարածքը միանա Թուրքիայից մինչև Միջին Ասիա, Կենտրոնական Ասիան, դրանք չեն խանգարելու ու մեր համար այդտեղ էդի լավ չի, հեչ լավ սցենարիա, ոչ Հնդկաստանի համար էլ շատ վատ սցենարիան է, ու մենք էլ տուժում ենք։ Դրա համար Ես կարծում եմ ավելի վատ սցենարը կա, որ պետք է եւս հաշվի առնել, որ այդ փոփոխությունների ժամանակ հնարավոր է Իրանը մասնատվի։ Այսինքն դա ամենավատ սցենարն է, երբ ես հələ այս բանին չեմ ասել, բայց ոչ մեկին պետք չի, որ Իրան բաժանվի մաս-մաս։ Նույն ոչ մեկին Միացյալ Նահանգներին եւս, այո։ Իրանց պետք է ամբողջ միավորված Պարսկաստան, Իրան ամբողջ սահմանների մեջ, բայց ենթարկվող Պարսկաստան, Պարս ու իրանց համար հասկանալի այդ ինչ պետությունն է։ Նույնի Եվրոպան շահագրգռված, որ եթե խոսքի օրինակ Պարսկաստանը փլուզվում է, Պարսա մի մասը վերցնելու են իրաքցիներ էլ խնդիրներ ունեն պարսիկների հետ, քուրդեր, բիլուջներ, թուրքեր, ադրբեջանցիք, հա, ու սենց կարա մաս-մաս վեսեն հետ, բայց էդի ամենա վատ ու ամենավերջ սցենարին, որ ես տենում եմ սենց։ Իմ կարծիքով ոչ մեկը թույլ չի տալու, որ քուրդական պետություն ստեղծվելու, առաջի երթու Թուրքիային պետք չէ էդի հետ, Բիլուջստանը ավելի վտանգավոր է, այդ Բիլուջստանը հարցը ավելի բարդ է, դրա համար դրանք ուզում են, որ Պարսկաստանը որպես պետություն մնա Իրան սահմանի մեջ, բայց ենթարկող պետությունը։ Իսկ մեր շահերը հետ կապված, մեզի պետք է, որ այս իշխանությունը մնա իրան տեղում, ավելին ասեմ, որ ուժղանան։ Քանի որ 20 թվին պարսիկներ մեծ սխալ են արել, որ մեր կողքը կաղնած չեն եղել, այդ պատճառով մինչև այսօր տուժում են։ Նույն ռուսներ են տուժում, որ մեզ դավաճանել են։ Ոչ թե դավաճանել, ես այդ բառը չեմ սիրում օգտագործել քաղաքացիական դաշտի մեջ, պլանավորված իրանց շահերից, քանի որ դրանք Ուկրաինայի պատերազմի նախորդ նախատեսել են, ու իրանց պետք է տարածքը պիտի բացվի։ Ու իրան շահերը եւ թուրքերի, ադրբեջանցիների սեց կպելա ու փորձել են արել են այն ինչ որ արել են։ Դրա համար ես ասում, պարսիկների մեղքու ես պարսիկներին միշտ էլ ասել եմ ամենաբարձր մակարդակով, որ դուք որոշ մարդիկ ասում են սենց երեսին ասում են իրոք մենք շատ մեծ սխալ ենք արել, որ չէ կողքը կանաչ չենք եղել, բայց արդեն ուշ է։ Դրա համար ես ասում եմ սենց, եթե Պարսկաստանը փլուզվում է, հաշվեք, որ համարյա թե մեր վերջն է։ Որովհետև բան չի մնում։ Այսինքն պայքարող պետություն, որ կարաս ալա գնաս իր այդ պայմանավորվես, արդեն այլևս չի մնում։ Դրա համար մեզի պետք է իշխանությունը մնա, բայց այն ինչ որ կատարվում է, ես չեմ տենում, որ լայնը մասշտաբ է, ու իմ կարծիքով լայնը մասշտաբը չի պիտի լինի, քանի որ սաղ Տրամպին ասում են, լավ, այսքան նավեր ես հավաքել, այսքան ինքնաթիռ ես հավաքել, այսքան զորք ես հավաքել, բան չես անում, պիտի իրենցի ցույց տա, չէ, որ բան եմ արել, այսած նորից սկսել է հեքիաթներ պատմել։ Եվ ես մի անգամ ոչնչացրել եմ, այլ բան չի մնացել, զորքը չի մնացել, ռակետները չի մնացել, խոպի միջոցները չի մնացել, սկսել է աճոկներ հավաքել։ Հա, բայց եթե իրեն պատասխան հարվածներ եւ այդ պատասխան հարվածներից տուժեն ամերիկյան զինվորներ, Տրամպը շատ դժվար իրավիճակի մեջ կլինի։ Այսինքն այդ երեսը պահպանելու դրանք հերվից են սկսում։ Գաղափարը Դրանք հերվից են սկսում, տենում եք Իրան զինվորը ոտը չի դրում, այսինքն դեսանտը չի իջացնում, պարզա Ամերիկայի զինվորը, որ ոտը դնի Պարսկաստանի հողի իրան ոչնչացնելու են, բայց քանի որ խուսիտներ ասել են մենք ձեր նավը իրա խփելու ենք, ու պարսիկները հնարավորություն ունեն, ասեմ սենց, եթե գոնի 500 հոգի մարդ, 300 հոգի զոհ բերեն Միացյալ Նահանգներ, նույն վարկյանը Տրամպի սպասում է impeachment, նույն վարկյանը։ Բացի դրանից, անցած տարի
կոնգրեսը որոշում է ընդունել։ Գիտեք չէ՞, կայացել, որ Տրամպը 90 ժամից ավել իրավունք չունի ինքնագլուխ պատերազմ տանել։ Առանց կոնգրեսի թույլտվության։ Իսկ կոնգրեսը իրան 90 ժամից հետո թույլտվություն չի տալու։ 90 ժամը դա փաստորեն 4 օր։ 3 օր 4 օր։ Սենց 3.5 օր սենց մոտավորապես։ Ահա։ Ասեց 90 ժամ, արևս դրանից հետո դու իրավունք չունես։ Դրա համար նայեք, Տրամպը սենց տանենց գտնվում է, մի ոտով արդեն մտել է իմպիչմենտի մեջ։ Գլխավոր դատարանը, գիտեք, որոշում է ընդունել, որ այդ պոշլինաները, որ ինքի մցրեց, ուրիշ պետությունների դեմ, անօրինական է, ինքի որպես նախագահ պիտի պաշտպանի սահմանադրություն օրենքներին, ինք այդ օրենքներին խախտեց։ Հիմա մի հատ շատ այլ չեմ կարամ 100% անուն չեմ հիշում, ոնց որ Իլինոյս է եղել, իրանց մարզպետը արդեն ասեց, ներկայացրեց պահանջի Տրամպին, ասում է 2.7 միլիարդ դոլար այդ պոշինի հետ կապված պիտի ժողովրդին տաս, որովհետև մենք տուժվել ենք։ Հիմա եթե տրիլիոններով լնելու է պահանջներ այդ որոշումի դիմաց, այդ նշանակում է, որ պետությունը ներկայացնել է Տրամպին պահանջ, ասել են դու ես խախտել, քո պատճառով հիմա մենք տուժում ենք մի քանի տրիլիոն դոլար պիտի հետ տանք, այդ փողը չունենք, խախտում ես արել իմպիչմենտ ասպասելու Տրամպին։ Մի ոտով արդեն իմպիչմենտի մեջ է, եթե գոնի մի քանի 100 հոգի մարդ պարսիկներ ոչնչացնելու են, Տրամպ մտնում է իմպիչմենտի մեջ։ Ու ինչքան Տրամպը շուտ ստանա իմպիչմենտ, ինչքան Տրամպը հերանա իշխանությունից, այսքան բոլորի համար օգուտ է, բացի Ռուսաստանից, Հայաստանից, Նիկոլից եւ Ալիևից։ Դրանք իհարկե տուժում են միանգամից։ Դրանից հետո իրանց հետ միասնալ նախանձներում, այդ ես հաստատ գիտեմ, մի հատ կոնգրեսմեն է ինձ ասել, ասում է, որ ասում է իշխանությունը փոխվելու է։ Այս Ալիևը եւ Փաշինյանը բարև մեր կողմից չեն լսելու։ Ձերք են քաշելու դրանցից։ Սաղ դուժվել են, ով միացել է այս բան խաղաղության խորհրդի մեջ մտել են, բան, սաղ դուժվել են ասում։ Իրոք սենց անելու։ Դրա համար Տրամպը ինչքան երկար գտնվում է Իրանատորում, այսքան մեծ աշխարհը մեծ քանակով տոննաներով այրն են թափելու։ Այրն են։ Այնա մարտակեր են, մարտասպան են։ Այդ Էփշտեյնի բանին մասնակիցներ պատկերած ամբողջ աշխարհում, քանի հոգի մարդ կա աշխարհի հետ կապ։ Ուրեմն գալիս են, հիմա հեկավարում են աշխարհում։ Դուք պատկերացնում ովքեր դրանք։ Հասկանալի է։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։
ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ, եկեք միջազգային ասպարեզից վերադառնանք Հայաստան։ Հայաստանում նախընտրական շրջան է եւ արդեն կարծես ձևավորվում են այն քաղաքական ուժերը, որոնք քիչ թե շատ ազդեցություն պիտի ունենան հաջորդ ընտրությունների ժամանակ։ Ես կուզենայի ձեր մոտեցումը այդ հարցին, որովհետեւ ըստիս ժողովրդի կողմից այսպես կողմնորոշում առանձնապես չկա։ Փաշինյանենց խումբը ունի վարչական ռեսուրսներ, ունի իր համակիրների մի բավական մեծ զանգված, ովքեր բոլոր հարցերում պաշտպանում են նրանց, եւ ընդդիմադիրները շատ հաճախ ներկայացնում են նախկիններին կամ այլ երկրների հնարավոր ազդեցության գործակալները։ Ձեր պարզաբանումներ այդ հարցի շուրջ։ Ну, ցենց ասեմ, համարյա թե ինչ որ նայում ես քաղաքական դաշտում տեղ ունենում, ոնց այդ ամիջ զարգանում է, ովքեր են գնում փորձում են իշխանությունը վերցնեն, ամենակարևոր բանը ես գիտեք, ես ցենց ասեմ, ես ոչ մեկին դեմ չեմ, անունները եւ ազգանունները ինձ հետ գոյություն չունի, անուն ազգանուն։ Ես խոսում եմ պետության մասին։ Ցավոք սրտի մեր ժողովուրդը մտածելակերպը մի քիչ, նո չգիտեմ, ինչ է կատարվում։ Ով էլ կլինի, ասում եմ լավ կլինի։ Դա շատ մեծ սխալ մոտությունն է, ով կլինի, լավ կլինի, շուն կլինի, լավ կլինի, հասկանում եք։ Մենք 18 թվին այդ նույն ժողովուրդը ասեց, որ ով ուզում ալի Սերժը չլինի։ Եկել եք հիմա տենում եք, ինչ է կատարվում, Հարաբաղը կորցրել են, 300 քառակուսի կիլոմետր հող են կորցրել, ադրբեջանցիք ամեն օր մեզնից ոտեր են սերփում, ինչ ուզում են անում են, ինչ ուզում են ասում են, վիրավորում են, խնդում են։ Այդ պատճառն է, որ ժողովուրդը ասում է, ով էլ կլինի, լավ կլինի։ Ով էլ կլինի, լավ էլ կլինի, ձեր երեխեք են տուժվելու հետագայում։ Ես միշտ ասել եմ,
Նույնը ասել եմ 20 թվին արաբացներին, ասել եթե Արայիկի հետևից է գնալու, որ Նիկոլ Փաշինյանն է իրան ուզում աբոնիկի մնա նախագահ։ Դուք աչքերից այրում եք լացելու, երեխեք եք կորցնելու, Արաբաղ եք կորցնելու, մի գնացեք, չէ գնացել են Արայիկին հետևից, հիմա հետևանքների տենում ենք։ Նույնը Հայաստանում է կատարվում։ Հայերը հիմա սենց են մտածում։ Նայ ոնց լավ բաներ է խոսում, լավ բաներ է ասում։ Էդի հարգելի ժողովուրդ, էդի բավարար չի։ Լավ են խոսում, բա ինչ բաներ են առաջարկում։ Էդի հեչ բավարար չի։ Հիմա եթե դուք նորից ուզում եք որ գան իշխանությունը վերցնեն մարդիկ, որ երբեք համակարգում չեն եղել, տարբեր բաների չեն հասկանում, չգիտեն ոնց պիտի ղեկավարեն, ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, համակարգը, լիքը բաներ։ Ով էլ կլինի, լավ կլինի, այդ բառը բերորը մենք գնալու ենք այս ճանապարհով, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չի ունենալու։ Դրա համար ես ասում եմ, մի լսեք ով ինչ է ասում։ Սկզբից նայեք իրան կենսագրությունը, ինչ ճանապարհ է մարդ անցել, այդ առաջինը։ Փորձ ունի, փորձ չունի։ Հիմա ես դեմ չեմ, որ երիտասարդներ, մենք ավելի երիտասարդ ենք եղել, որ մենք աշխատել ենք, բայց շատ էֆեկտիվ նախագահ աշխատակազմում։ Առաջի պատերազմի ժամանակ։ Բայց հիմա այդ տարիները փոխվեց ու տասնյակ տարի անցավ, որ լրիվ արդեն այն կարտություն չի, մենտալիտետը լրիվ փոխվեց, լրիվ ուրիշ բաներ է։ Իսկան էլ եթե սենց ասեմ, ես ոչ թե սովետական միության բալեշիկ եմ կամ ինչ-որ մի բան եմ, բայց չես կարող մտած խոսքինակ սովետական համալսարանը ու հիմիկվա Հայաստանի համալսարանը լրիվ տարբեր բաներ են, լրիվ համ մենտալիտետով, համ ամեն ինչով։ Դրա համար կուսակցությունները, որ ուզում են գանվեցեն, մեկ լսում ես, մեկ առաջարկում ասում է ծրագիր, եթե 4-րդ երեխա ես բերում $4,000 կստանաս։ Ոչ մեկը հարց չի տալիս, այդ 3 երեխան ոնց պիտի պահեմ, մինչև 4-րդին հասնեմ։ Երկրորդ ասում է զոտից մինչև կառավաճարը պուլեմյոտը դնես, այս ամբողջ տարածքը կարաս պահես։ Ու այդ մարդիկ ուզում են գան, բան չհասկանան, ու ասում են մենք ռազմական փորձագետ ենք։ Պետրոս Կազարյանի մոտ։ Կամ հարց են տալիս, ասում են դուք ունեք ՊՆ-ի նախարար կամ մեկի նախարար, ասում հա լիքը մասնագետներ ունենք։ Փորձագետներ ունենք։ Այ ժողովուրդ ջան, ինչ նշանակում փորձագետ դառնում է նախարար։ Սենց բան չի լինում։ Որ գլխավոր շտաբպետ դառնաս, դու պիտի մի քանի հատ ակադեմիան ավարտես։ Դասակից միջև կորպուսը, միջև վարչության պետը գլխավոր շտաբում անցնես այս ճանապարհը։ Եթե այս ճանապարհը դու չունես, դու չես կարող դառնաս գլխավոր շտաբպետը։ Կրթություններ պիտի ունենաս, դասակից միջև գլխավոր շտաբը պիտի անցնես, այս ամբողջ ճանապարհներով։ Հրամանատարական փորձ պիտի ունենաս։ Լիքը բաներ կա, խոսքի օրինակ, բայց հիմա ես որ լսում եմ, ես գժվում եմ, ինչու մասն են խոսում, ավանդանկության համակարգից տեղյակ չեն, բանակից տեղյակ չեն, արտաքին ներքին բաների տեղյակ չեն, տնտեսական բաներով տեղյակ չեն։ Մի մարդ ինձ ասեց, նախկին փոխնախարարն է եղել, ասում եմ մի հատ թիմա դիմել իրան, այդ գյուղտեսական ծրագրի հետ քննարկել են իր հետ, խորհուրդներ են հարցրել, ինձ ասում է Պողոսյան ջան, ասում է այդ մարդիկ ուր են գնում, գալիս խորհրդակցում են, որ հասկանան ինչ ծրագիրը գրեն, ներկայացնեն, ասում է դաժան բաներ է կատարում։ Դրա համար ես ուզում եմ ինչ ասեմ, ցավոք սրտի 30 տարվա ընթացքում մենք ոչ մի բան չենք կարողացել ստեղծենք, որ ստանանք քաղաքական էլիտա, այսպես ասած, որ մարդիկ կարան գան բան։ Դրա համար ես ասում եմ հետևյալը։ Ամենապատրաստ քաղաքական գործիչներ, չէ, կա մարդիկ, որ համակարգ անցել են ու կա մարդիկ, ես պրոստը հիմա չեմ ռեկլամա չեմ ուզում անեմ անուններ, ազգանունների տամ, կա մարդիկ, որ անցել են ճանապարհը եւ կուսակցություններ երկու կուսակցություն կա, որ իրանց մեջ կա մարդիկ, որ համակարգել են անցել ու հասկանում ռազմական համազգեստել են հակել, երրորդ չրոց չկա, բայց դրա համար ես ասում եմ,
իշխանությունում պիտի հայտնվեն այն մարդիկ, որ եղել են եւ ՊՆ-ում, եւ հատուկ ծառայություններում, եւ եւ ներքին գործերի մեջ, ես գլխավոր շտաբում, եւ ռազմավետքեն, եւ կոնտրազվետքեն մեջ։ Այսինքն այն մարդիկ, որ համազգեստ են հարկել։ Բայց ես չեմ ասում այն մակարդակի, ոնց որ Սերյան Օղանյան կամ բանը։ Դե ինչու, օրինակ, տեսեք, երկրորդ նախագահը իր թիմով, երրորդ նախագահը, Չէ, մի վարքյան։ եւ այլն, եւ այդ մարդիկ բոլորը այնտեղ են։ Մի վարքյան։ Ես ասում Ուրեմն դուք հիմա քարոզ եք անում, որ այդ մարդկանց մեջ պրոֆեսիոնալները շատ են։ Ես ասում եմ, չէ, ընդհակառակ, ես ասում եմ, այն երկու նախագահի կուսակցներ իրավունք չունեն մտածեն գան իշխանությունը վերցնեն։ Ընդհակառակ ես իրանց դեմ եմ։ Իրանց ՊՆ-ի նախարարով է Սերյան Օղանյան, լավ մի բան արեք էլ, ինձ խնդալու բան է, ինքը ինչ նախարար։ Նախարարը շատ թույլ է, միշտ է եղել։ Եկեք անհատական վիրավորանքներ չտանք։ Այսինքն ինչ մի վարքյան։ Թույլ է, ուժեղ է, եկեք գնահատականները ուրիշ կերպ տնենք։ Չէ, մի վարքյան։ Հիմա մի րոպե։ Այսինքն ես կարող Մի րոպե ես հարցը տամ, դուք հետո ասեք։ Ուրեմն տեսեք, անցած ընտրությունների ժամանակ գլխավոր ինտրիգը նա էր եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ կազմակերպել էր, որ մարդիկ պիտի ընտրեն այդ նախկին իրենց կողմից սիրված իշխանությունների մեջ եւ իր նոր դիմակիցների մեջ։ Եվ եթե 18 թվականին դա մի քիչ ուրիշ տեսք ուներ, 21 թվականին իրավիճակը բոլորովին այլ էր։ Հիմա ես հասկանում եմ ձեր մոտեցումը, որ պրոֆեսիոնալիզմը պետք է դնել առաջին տեղում, որ մարդիկ մասնագետ լինեն, պետական կառավարման համակարգի հետ ծանոթ լինեն եւ այլն։ Բայց նաեւ մենք գիտենք, որ պետական համակարգի ապարատը այս ամբողջ անկախության ժամանակահատվածում այդքան էլ արդյունավետ չի աշխատել։ Այլապես ժողովուրդը այդքան դժգոհ չէր լինի այդ մարդկանցից, այդքան կոռուպցիա չէր լինի եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց գտնել այդ ոսկե միջինը, որ լավ մասնագետ լինի, բայց կոռումպացված չլինի, մասնակցած չլինի այդ սխեմաների մեջ եւ նաեւ հիմա դեռ ի վիճակի լինի կառավարել։ Ուրեմն, եթե դուք մտածել եք, որ ես նկատում եմ այն երկու կուսակցությունը, որ մասնագետներ ունեմ, դուք ինձ սխալ եք հասկացել։ Դե բացատրեք։ Ես ասում եմ, չէ, ոչ ՀՂԿ-ն եւ այդ բանը Հայաստան դաշինք իրավունք ունեն գնան նորից մտնեն parlamento։ Բայց չկա որևէ օրենք ցավոք սրտի, որը որ արգելի։ Ես իմ մոտություններ եմ ասում, ես չեմ ասում օրենքի պահով։ Ես ասում եմ, որ դրանք հերու պիտի մնան իշխանությունից։ Դրանք երկուսով ամեն մեկը 10 տարի եղել են իշխանությունում, համարյա թե ամեն մեկը 10 տարի, 8 տարի։ Մենք եղածը չեղածը տեսել ենք, ոչ մի նորմալ բան չեն ստեղծել, կոռուպցիա բացավ միջև ռակետի նման դռնավ վերև, սենց արագ տեմպերով, սաղ դարերեն հարուստացել են, երկիրը սկսել են թալանել, բանակը բանակ չի եղել, սենց ասեմ, ինչ արումով, որ իրանց գրպանի բյուջետը ավելի մեծ է եղել կամ բանակի բյուջետը եղել։ Ես որ ասում եմ մասնագետներ, ես նկատի չունեմ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանի մոտ։ Ընդհանուր արագ, դեղ մասնագետ չկա։ Որ մասնագետ լինեն դեղ պաշտպանության նախարար նախքին, կգայի կասի նախագահին, կասի, լսի, խոպի միջոցներ շատ հին են։ Նոր գաղափարներ պատրաստում են, նոր գաղափարների պատրաստմին 21 դարում, ավելի են զարգանում։ Մենք էլ հետ են գնում, հետամնացենք։ Ինչ են արել, մի հատ գործարան չեն ստեղծել, ավտոմատը սարքենք, հրետանից ստեղծենք, պամպուշ արտադրենք, նռնակներ արտադրենք, թեկուս էլ չեն արել։ Չկա, այսինքն նռնակել, պամպուշել, սա պիտի դրսից բերես։ Իսկ պատրաստի ժամանակ դուք այսքան ժամանակ չունեք, էս սպասել, միջև ծեր համար սնարյադներ բերեն։ Բայց չէ որ առաջ արտադրում էին։ Ով արտադրել։ Հայաստանում։ Սնարյադներ չեն արտադրել։ Սնարյադ չի եղել, բայց գոնե փամփուշտ արտադրել։ Ալա մի հատ փամփուշով մար չես դառնա, այ։ Չէ, բայց դա էլ է վերացել։ Էդեն են վերացել, նռնակ չեն կանում, հրետանի չէ։ Դու խոսքնալ Ռոբերտ Քոչարյան
իբրև լավ հարաբերություն ունեցել Պուտինի հետ, գնա պայմանավորի լիցենզիայով արի բտեր ստեղծի ստեղ BMP-ն ստեղծի ստեղ գործարաններ բերի ստեղ, եթե բա քու սեփական անձամբ հարաբերությունը ինչու համար է պետք։ Գնաք երկուսով փող սարքեք, դա պետության մասին մտածես գործարաններ բերես ստեղ։ Ու ես որ միշտ ասել եմ դրսից արեք, Ռուսաստանին մի նայեք, պատերազմի ժամանակ դավաճանելու են։ Ասել են չէ, հանգարց մի բան ռուսը կօգնի։ Շատ լավ, ինչ մասնագետներ եք տեսնում, որ պիտի իշխանության գան։ Ուրեմն էսած ես ավարտեմ, ուրեմն Չէ, անուններով չէ։ Չէ, ասում ես ավարտեմ ես բանը։ Ուրեմն դրա համար ես ասում եմ սենց, այս երկու նախագահի խաչ ենք դնում, ջնջում ենք, դրանք չկան գոյություն չունեն։ Որովհետև իրանց ստեղծած բանակը էլ ենք տենում։ Մեր բանակը միշտ մարտոնակ բանակ ենք ունեցել, բայց մարտոնակ բանակը առանց միջոցներ, առանց նոր գաղափարներին, առանց նոր մոտեցումներին դու չես կարա ասնես քո նպատակին։ Դրա համար 20 տարի խրամատներում բանակը չի կարա 24 ժամ նստի ու բանակից բանակ ստեղծենք, հասկանում եք։ Չնայած 44 օր 5 պետության դեմ դիմադրել ենք։ Հիմա ես որ ասում եմ մասնագետներ, ես ասում եմ, կա, ես այդ պրոստո չեմ ուզում այս երկու կուսակցությունների մասին բան ասեմ, որտեղ կան մարդիկ, որ շատ մեծ լուրջ փորձ ունեն պետական համակարգում ու աջող աշխատել են։ Ու կա մարդիկ, որ խոսքունակ համազգեստ այդ ոչ թե ծանոթ են, այ հասկանում են այդ ինչ բանա։ Պրոստը չեմ ուզում ռեկլամա անեմ, բան էդ էլ ճիշտ չի լինի։ Բայց ասում եմ նորից։ Նայեք, Հայաստանում ես չեմ ասում մենք պիտի գնանք այդ միլիտարիզացիայի ճանապարհով պիտի գնանք։ Ամնա դաստիարակված, ամնա համարկի ենթարկվող, որ հասկանում է համակարգը ինչ է, այն մարդիկ, որ հասկանում են ավանդանգությունը ինչ է, որտեղից ինչ վտանգներ է սպասվում, այս ասած դիսցիպլինան, որ դու ասում ես, անում են, ոնց որ ժամացույցը նման աշխատում են, այդ միայն այն մարդիկ, որ համազգեստ են հակել, բայց այն մարդիկ շատ են կանակով մեծ չեն, բայց բավարար է այդ կանակը, որ Հայաստանից Հայաստան ստեղծենք։ Այդ սովորական քաղաքական գործիչներ, այստեղ արդեն մեր ազգը կուշտ է։ Մենք մի բան պիտի հասկանանք, ժողովուրդ ջան։ Մի միլիոն տարի ապրենք, մի միլիոն տարի մենք գտնվել ենք պատերազմի մեջ։ Մեր շրջապատը այսպիսին է, մենք ստիպված պիտի մտածենք, որ մենք պիտի միշտ լինենք պատրաստ։ Սովորական քաղաքացիական քաղաքացի մարդը անձը չի հասկանում ոչ ավանդանկության համակարգից, ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ մի բանից։ Դրանք կարան դառնան ֆինանսական նախարարը, արտաքին գործերի նախարար, մշակույթի, սպորտի, բարձրագույն եւ չգիտեմ ինչի կարգություն, այս բաները հա սովորական մարդիկ, բայց ամեն մի նախարարի մոտ կամ տեղակալ կամ խորհրդական նախկին զինվորական, որովհետև ինչ որ դուք անում եք, խոսքի օրինակ ակադեմիայի, գիտնականների ակադեմիայի համագործակցում ենք, ուրեմն մենք պիտի հասկանանք, բայց բանակի համար ինչ եք ստեղծելու դուք։ Խոսքի օրինակ առողջապահություն հետ կապված, այլ բանակի հետ կապված պատերազմի ժամանակ։ Դրա համար, քանի որ բանակը ամենակարևոր դեր պիտի խաղա մեր բանում, պետությունում, այսինքն խորհրդականներ տարբեր ֆինանսական եւ տնտեսական նախարարի մոտ, առողջապահության, սպորտի, մշակույթի խորհրդականներ պիտի լինեն, մարզպետներ ամբողջ Հայաստանում մարզպետներ պիտի դառնան նախկին զինվորականներ։ Էդի ինչու համար։ Խոսքի օրինակ Տիգրան ջան, մի հատ խոսքի օրինակ Աշոտիկին սովորական մարդ խելացի տղա է, համասարանը ավարտել, հա, ասում ենք դու ես խոսքի օրինակ Մեղրիում մարզպետն ես։ Ահա։ Հանգարց մի բան,
ոչ ռազմական գործերի հետ է կապված, ոչ մոբիլիզացիայի հետ է կապված, ոչ մի բաների խաբար չի։ Այս տալանտավոր տնտեսական գծով տեղեք առաջի տեղակալ, վարչապետեր, դուք եք, բայց Հայաստանը միշտ պիտի լինի պատրաստ պատերազմին, ուզած չուզած, ում հետ ուզում եք գնացեք խաղաղության պայմանագիրը ստորագրեք, ում հետ։ Եթե դու բանակը չունես, քու ստորագրությունը արժի, այսքան ինչքան գրիչ արժի, գին ունի։ Դրա համար ես ասում եմ, ցավոք սիրտի, հիմա ինչքան ես լսում եմ, այդ իրանց ծրագիրների, չգիտեմ, բաներ են խոսում, բաներ են առաջարկում, Սինգապուր ենք սարքելու, Շվեյցարիա ենք սարքելու, դրանք մտածում են միայն փողով դու կարաս ինչ-որ մի բան լուծես, չէ, դա բավարար չէ, հեչ բավարար չէ, ուզում ասեմ։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե որ դուք ասում եք լավ է խոսում, բան անում, մեզ մեկը այն հասկանում եք դուք, մի անգամ դուք սաղ գնացել եք այն մարդկանց հետևից, որ երբեք կյանքում փորձ չեն ունեցել, ինչ են արել, արագացրել են պատերազմը, չիմանալով կամ ինադու են արել, կամ չգիտեմ, չհասկանալով, չիմանալով ինչ են անում, բա դուք եք ընտրել, դուք ընտրել եք, հիմա դուք էլ պատասխանատու եք, ամբողջ դուք եք ընտրել, դուք էլ պիտի պատասխան տաք, հիմա իր պատասխան ինչ նկատի ունեմ, հիմա պիտի դուք ավելի սենց զգուշ ելնեք, ավելի լուրջ այդ ամեն ինչ ընդունեք, այդ որ ասում եք, մեկը լավ է խոսում, այդ մեկը էլ լավ է խոսացել, հետո ինչ եք ստացել դուք, ուզում եմ հասկանամ, ոչ մի բան, դրա համար մտածեք 1000 անգամ, ու մի վազեք այն մարդկան հետևից, կենսագրությունը բացում եք, նայում եք, խոսք ունեք, չգիտեմ, ջուկտական նվագել, կամ ատամնաբուժ ա եղել, կամ գիտնական ա եղել, բացում եք, նայում եք, լավ ա նվագում, լավ ատամնաբուժում, էսի, ֆիզիկոսա, մաթեմատիկոսա, չգիտեմ, բայց չեմ տենում, ինչ ճանապարհ անցել համակարգի մեջ, ինչ փորձ ունի, աշխարհը իրան որտեղից է ճանաչում, ինչ անելու, հասկանում եք, այս սկզբից այս մասով նայեք, ու անպայման նայեք, համազգեստը իրան վրա եղել է, դա չի եղել, ինչ կարողություն ունի, ինչ անցել, որտեղ է ծառայել, ինչ ճանապարհ, ինչ փորձ ունի, առանց փորձ դուք չեք կարող գաք ինչ որ մեկից, ցեզնից մեկից վերցնեմ ժողովուրդ ջան, գնամ նստասեմ ասում եմ այրևս վարչապետ եք դառնալ։ Հասկանալի է ձեր միտքը, շնորհակալություն, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, պարզապես ուզում եմ մի դիտարկում անել վերջում, որ դարապես այդպիսի բնագավառները, ինչպես ռազմական, հետախուզություն, անվտանգության ծառայություն, իրանք պիտի ունենան ներքին դպրոց իրանց համար կադրեր պատրաստելու վրա եւ մեր երկրի դժբախտությունը նա է լինում, որ սովորաբար ամեն մի նոր ընտրությունից հետո նախորդները համարվում են ուրեմն ոչ գործունակ, որովհետեւ նոր ղեկավարները սովորաբար նայում են ոչ թե մասնագիտական որակներին, այլ նայում են ինչքանով է իրեն նվիրված։ Եվ ահա մենք այդ շարունակականությունը չենք ունենում։ Մի հատ հարց տամ Տիգրան ջան, նայեք, միացյալ նահանգներում մի հատ մարդու, մի հատ անուն, ազգանուն ինձ ասեք, որ պաշտոն է զբաղվածում, որ ժամանակին սպա չի եղել կամ հատուկ ծառայություններում կամ հատուկ ջոկատներում չի ծառայել։ Ես հասկանում եմ ձեզ, բայց համեմատությունը տեղին չի, որովհետև Հայաստանը ինստիտուցիոնալ երկիր չի դառել դեռ։ Մենք դեռ չենք գնում այդ համակարգով։ Մեր երկիրը, մեր պետությունը, մեր ղեկավարները։ Չեք գնում, իրենք գնում են անձնական նվիրվածության ճանապարհով։ Ես էլ ասում եմ այդ բանը պիտի փոխենք։ Եթե չենք փոխելու, գնալու ենք երրաբրուր, ազգով ենք գնալու։ Ես զգուշացնում եմ։ Կամ մենք սենց ենք մոտենում, կամ գնում ենք նորից, լավ է խոսում, շուն էլ կլինի, լավ կլինի, հետո գնալու ենք ամբողջ, այնտեղ ենք բարձրանալու վերև։ Դե դրա համար ասում եմ, լուրջ մտածեք, ում հետևից ուզում եք գնալ։ Այդ հեքիաթները մի պատմեք, մի լսեք։ Սինգապուր են սարքելու, են սարքելու, են սարքելու, նենց են սարքելու, տենց են սարքելու, հեքիաթները։ Հասկանում եք դուք։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, հաղորդումը մեր ավարտվեց, սիրելի բարեկամներ, ցանկանում եմ ձեզ մաղթել ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։